Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են։ Իհարկե, ընտրությունների թեման գլխավորն է, մենք պիտի այդ մասին մշտապես խոսենք, որտեղ արժևում մեզ բախտորոշ ընտրություններ են սպասում։ Ռեժիմը, որը այսօր ամեն կերպ փորձում է պահպանել իր դիրքերը, իհարկե հասկանում է, որ պիտի ինքն էլ անցնի այսպես լուրջ միջոցառումներ անցկացնելու, որպեսզի կարողանա պահպանի տեղը։ Բայց այսօրվա մեր հյուրը, ով ձեզ շատ քաջածանոթ է, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է, մարդ, որի հետ մենք միշտ փորձում ենք անկեղծ զրույց ունենալ։ Հայկ, ես պիտի ասեմ, որ դուք երկու երեք ամիս առաջ ասեցիք, որ սպասեք, որ շուտով նաև կկայացվի որոշում քրեական գործառույթել վեհապարի նկատմամբ, անգամ կալանավորման կգնան։ Մի խոսքով այն հետապնդումները, որ կար իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ, միշտ շարունակվում են, այսօր արդեն բուռն զարգացումներ են ապրում։ Ինչով եք դա բացատրում։ Բացատրում եմ նրանով, որ process-ը պիտի ավարտի Նիկոլ Փաշինյանը իր սկսած ակնհայտորեն ժամանակացույց ունի, հավանաբար մինչև ընտրությունները կամ ընտրություններից անմիջապես հետո, մինչև աշուն ենթադրում եմ, ամբողջ պլանը ենթադրում եմ այդպես է գծվել եկեղեցին քանդելու, եթե երկիրը կարելի է ընդամենը 2-3 տարվա մեջ ոչնչացնել 20 թվականից հետո, արդեն 23 թվականից սկսած 22-ից Հայաստանը սկսեց կազմաքանդվել ամեն առումով, եւ պետությունը եւ ժողովուրդը եւ ազգը եւ ամեն ինչ, ապա եկեղեցին շատ ավելի հեշտ է լինելու քանդել, որտեղ այնտեղ քանդելու շատ բան կար, այստեղ մի կառույց է, որը կենտրոնաձիգ կառույց է եւ թիրախավորել են այդ կառույցի կենտրոնին, կենտրոնական ֆիգուրին, միապետին։ Պիտի process-ը ավարտվի։ Process-ը ավարտվելու համար տեսնում ենք, որ այս կաթողիկոսը ոչինչ չի անում պայքարելու համար, միայն լռում է, բայց չի էլ ենթարկվում սրանց պահանջին հեռանալու։ Հետևաբար սրանք որոշում պիտի ընդունեն եւ այդ պատճառով որ ես դեռ 3 ամիս առաջ դա կանխատեսել է եւ այսօր իրականացավ, որ քրեական գործ են հարուցելու։ Ես հիմա էլ ասում եմ, որ իրեն ձերբակալելու են։ Եվ դա նրանից չի, որ ես պայծառատես եմ, ես ուղղակի հստակ հասկանում եմ, վերլուծում եմ եւ տեսնում եմ, թե ինչ է լինելու տրամաբանորեն։ Ինչը հրաժարվում են անել շատ շատերը։ Հիմա սա գործընթացի հերթական հանգրվանն է։ Այս իշխանությունը, քանի որ շարժվում է թուրքական պլանով, թուրքական ասելով նկատի ունեմ նաև ադրբեջանական։ Թուրքերը եւ ադրբեջանցիները շատ խելացի են, իրենք հստակ պլան են գծում տարիներ առաջ, տասնամյակներ առաջ կամ տվյալ պարագայում ամիսներ առաջ եւ հանգրվաններ են նշում։ Եվ այդ պլանը կատարվում է հանգրվան ըստ հանգրվան։ Մի հանգրվանից ժամանակ լինում է բորբոքում, հետո անկում, հանգստացում, հետո նոր հանգրվան, որ ավելի ուժեղ հանգրվան է, ավելի մեկ քայլ առաջ է, եւ այդպես գնում են մինչեւ հասնում են վերջակետին։ Երկին էլ են այդպես ոչնչացնում Հայաստանը։ Արդեն ոչնչացրել են փաստացի, բայց ձևականորեն ֆորմալ առումով, այսինքն պաշտոնապես քիչ է մնացել իրենց այդ գործը ավարտելուն։ Սա նույն գործընթացն է։ Եվ այստեղ ես կուզենամ մի բան ասել, որը ես գրում եմ, բայց վստահաբար ձեզ շատ ավելի են դիտում, քան իմ գրածներն են կարդում, այս process-ի մեջ եկեղեցուն քանդելու նույնքան հանցակից է Փաշինյանին, փոխաբերական առումով հանցակից իհարկե, կաթողիկոսը, որովհետև ոչինչ չի անում, բացարձակապես ոչինչ։ Բայց տեսիք, փոխարենը ժողովուրդը սկսել է ստորագրահավաքի պաշտպանություն կաթողիկոսի եկեղեցու։ Լավ է, ստորագրահավաք չեն սկսում, որ Արցախը հետ բերեն։ Ստորագրահավաքը ինչ է, խեղկատակություն է ստորագրահավաքը։ Հասկանում եք, որևէ լուրջ միավոր չի կարող իրեն թույլ տալ այսօր այս իրավիճակում, այսպիսի ռեժիմի հետ գործ ունենալիս ստորագրահավաքով աշխատել եւ մտածել։ Ինչ է ստորագրահավաքը։ Ամոթ է ստորագրահավաք անելը, բայց դե այդքան է։ Չգիտեմ ով է նախաձեռնել ինչ է, առաջին անգամ ձեզնից եմ լսում, բայց ամոթ է։ Կաթողիկոսը ինքը ոչինչ չի արել 20 թվականից սկսած։ Մի անգամ պահանջել է հրաժարական, երկու անգամ կիսաբերան իր բանը քարոզներում, են էլ կրոնական քարոզներում եկեղեցում երկու խոսք կիսատ պրատ խոսել է։ Այս մարդը հանցակից է Նիկոլ Փաշինյանին, որտեվ չպայքարելով դու հանձնում ես եկեղեցին։ Եվ այսպիսի հակասական իրավիճակ է ստեղծվել եւ աբսուրդային, որ իմ օրինակով բերեմ, անձամբ ես
ուզենալով որ եկեղեցին փրկվի, ստիպված ուզում են որ այս կաթողիկոսը մնա, թեև գտնում են որ ինքը հանցակից է եկեղեցին քանդելու գործում, եւ որ իրեն հանելը, որ իր չլինելը եկեղեցու գլուխ փրկություն կլիներ եկեղեցու համար, բայց տվյալ պարագայում կործանում է լինելու եկեղեցու համար։ Այս абսուրդ վիճակն է ստեղծել այս կաթողիկոսը։ Մինչդեռ ինքը կարող էր վեր կենալ եւ խոսել։ Դուք պատկերացնում եք կառույցի ղեկավար, որը ի պաշտպանություն կառույցի պայքար չի սկսում հանրային։ Հրապարակային ժողովրդին չի դիմում։ Դուք պատկերացնում եք այդպիսի բան։ Մի հատ հələ բոլորը ովքեր պաշտպանում են այս կաթողիկոսին, մի հատ թող հələ ուղեղները շարժեն ու հասկանան։ Ես էլ չեմ ուզում որ ինքը հիմա դուրս գա, թեև ես առաջինն եմ եղել, որ ուզեցել է եւ ասել է որ ինքը պիտի հեռանա, բայց դա այլ ժամանակներ են եւ այլ իրավիճակ էր։ Եվ իր հեռացումը պիտի փրկեր եկեղեցին, ոչ թե կործաներ։ Հիմա քանի որ իր հեռացումը լինելու է կործանում, ես չեմ ուզում որ ինքը հիմա գնա։ Բայց ինքն է ամեն ինչ անում որ ինքը գնա, եւ ինքն է ամեն ինչ անում որ եկեղեցին կործանվի։ Պատկերացրեք մի հատ մտածեք, այդ մարդը ոչինչ չի անում, այն աստիճանի, որ անգամ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, որ միշտ սատարել են, չէ, իրենք իրար, ոչ թե Սերժն ու Ռոբերտը, այլ Քոչարյանը, Սարգսյանը եւ կաթողիկոսը։ Նրանք սատարել են կաթողիկոսին, կաթողիկոսը սատարել է իրենց։ Այդ մարդիկ են անգամ քննադատում Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ, Սարգսյանը իր ճեպազորույցի ժամանակ վերջին, երկուսն էլ վերջին իրենց ելույթների ժամանակ, որ մի քիչ մեղմ են ասում, բայց ասած այն է, որ իրենք չեն հասկանում, ոնց կարելի լռել, որ ինչ է կաթողիկոսը այսքան пассив։ Դե ասում են լռությունը ոսկի է։ Դե դա միշտ չի որ այդպես է, բայց այդ բաները կոնտեքստից փոկում միշտ օգտագործում են հայերը, երբ իրենց հարմար է լռելու համար, իսկ հայերը միշտ են լուռ, ամեն հարցում են լուռ։ Այո, ցավոք այդպես է։ Մենք շատ լուռ ենք։ Անկամ այս դատավարությունը Բաքվի այչինցու թե ինչպես դատեցին մեր գերիներին, ոմանց ցմա, ոմանց 20, իդեպ գիտեք, Ռուբեն Վարդանյան երեք դատապարտեցին 20 տարի ազատազրկմամբ, այս դատավարությունների մասին ինչ կարող եք ասել։ Դե սա իրենք եւ Ալիևը հստակ ասեց այս ամեն ինչը, ինքը շատ խելացի է ամեն հարցում, բայց այդ հարցազրույցում Ֆրանս Մանկյատրին, Ֆրանս 24-ին մի բան ասեց, որ ինձ ապշեցրեց, որ ինքը գնաց այդ ռիսկին ասելու եւ դրա համար որևէ արձագանքի չարժանացավ, որտեվ ակնհայտորեն դաշնակցում է եւ իրեն դա թերևս ներվեց, ասեց, որ այս հայերի արածները, որոնց ինքը դատեց Բաքվում, նացիստների արածներից ավելին է, ավելի սարսափելի է։ Դա սովորաբար չի ներվում արդի աշխարհում, այդպիսի ֆիգուրներին, որ ասում են, բայց իրեն ակնհայտորեն ներվեց, բայց իր ասածը հետեւյալն էր, որ նշանակում էր, որ ինքը եւ դա արտացոլում է ավելի շուտ, ես գիտեի, որ դա հենց դա է, որ ինքը այս մարդկանց դատելով ցույց տվեց, որ հայերը հանցագործ են, պատերազմական հանցագործ են, եղեռնագործ են, ոճրագործ են, օկուպանտ են, մարդասպան են, մարդակեր են, իր արածը դա է, ինքը դա է փորձել ցույց տալ եւ դա է հիմա առաջ մղում այդ օրակարգը։ Մենք դրա հետ համաձայն չենք, բայց ինքը դա անում է։ Եվ ինքը դա ուժեղ PR-ի գործիքի է վերածում։ Եվ նաեւ ոչնչացնում է հայերի մնացած 0.01 գրամ արժանապատվությունը, վերջին ծվենը, որովհետև ինքը դատում է հայ առաջնորդների, որոնք իմ կարծիքով առաջնորդ չէին, կոլխոզի նախագահների մակարդակել չունեին, ոչ ինտելեկտուալ, ոչ կարողություններով, ոչ իրենց իրական իշխանությամբ, որևէ մեկն էլ իշխանություն չուներ այնտեղ, ընդամենը տեղական գեղական մակարդակի իշխանություն էին վայելում, բայց կապ չունի, իրենք կառավարիչներն էին Արցախի տարածքի, Արցախի հատվածի Հայաստանի։ Եվ Ալիևը լինելով շատ խոշոր ստրատեգ եւ խելացի հաշվարկող քաղաքական գործիչ, պետական գործիչ ավելի շուտ, բոլոր քայլերը կատարում է ոչնչացնելու հիմնահատակ եւ իսպառ հայությանը։ Դե այլ հարց է որ հայերը երջանիկ են, եղբայրություն են սկսել անել արդեն, ամեն բան շատ լավ է, երջանկություն է իշխում, իշխելու է ավելի շատ երջանկություն այս երկրում, ազգային ինքնությունը վերանալու է, չի լինելու այդ կապանքը, այդ բեռը, պետության բեռը այլևս չի լինելու, ոչ մի բանով պետք չի լինելու զբաղվել, որտեվ այստեղ չեն ապրելու մարդիկ։
Դե Փաշինյանի քաղաքասարակության ներկայացուցիչները այսօր ամենտեղ այդ ձեր ասածը ռոպագանդում են, հրաշալի է, մենք եղբայրություն ենք անում, մենք բարեկամություն ենք անում, դրանց երույթները լսում ես նողկանքից բացի ուրիշ կասում չես։ Հա, բայց եկեք խոստովանենք եւ ընդունենք, պարոն Ղուշչյան, որ այդ մարդիկ եզակի երևույթներ չեն։ Այդ մարդիկ ժողովրդից են դուրս եկել։ Այդ մարդիկ օթից չեն եկել, կային չէ, միշտ մեր մեջ կային չէ։ Հիմա ասենք այդ դրանուն ինչ է, այդ Արեգ Քոչինյանը, ինքը միակն է արդյոք այդպեսին։ Հա, իր բանով այդ մասշտաբներով եւ հանրային աչքում երևալու հնարավորություններով որ ստեղծել են իր համար, հա, հիմա առաջին տեղում է թերևս, բայց արդյոք ինքը միակն է։ Այնտեղ Բորիս Նավասարդյան կա, որ տասնամյակներ շարունակ եղել է ակտիվ, լրագրողները խոնարհվել են նրա առաջ, փորձել են հետը լավ լինել, ինքը ծանր դեմքով, լուրջ ձայնով ինչ-որ բաներ է ասել, հա։ Հիմա այս գործընթացի մեջ է այդ Ռուբեն Բաբայանը տիկնիկայինի, որ շատ հետաքրքիր ձևով մարիոնետների թատրոնի ղեկավարն է, հետաքրքիր է, չէ՞, մարիոնետ երևույթը։ Այս մարդիկ, հա, մենք հիմա խոսում ենք անհատների մասին, այնտեղ Նայրա Սուլթանյան կա, որին ես շատ վաղուց եմ ճանաչում, բայց գրեթե ոչ ոք ուրիշ չգիտի։ Այս մարդիկ միշտ են եղել։ Հիմա այս մարդիկ չլեն, կլինեն ուրիշ մարդիկ։ Կարևոր չի այս մարդկանց անձը այդքան էլ, կարևոր չի ասածը, կարևորը այն է, որ այդ մարդիկ կան։ Այդ մարդիկ եղել են։ Այդ մարդիկ ես ես հավաստիացնում եմ իրենց մասին չասեմ ընդհանրապես, կա տեսակ, որը եւ այդ տեսակը ահռելի քանակություն է կազմում, որ վաղը, եթե ես լինեմ իշխանության ձեր հետ միասին, 100 միլիարդ տոկոսով մեր գաղափարներն են հեռուստատեսությամբ եւ մեդիաներով առաջ տանելու 100 միլիարդ տոկոսով ուղիղ հակառակը ճիշտ այն ամենի ինչ այսօր խոսվում է շատերի կողմից այդպիսի տեսակ կա մարդկանց եւ դա պիտի մենք էլի գլոբալ նայենք փոքր մանր անհատներով անձերով չնայենք դրա համար ես որ խոսում եմ անձերի վրա չեմ ուզում կենտրոնանալ երևույթը բնորոշելիս երևույթը կա եւ պետք է հասկանանք թե ինչի է այդ երևույթը այդքան համատարած այս սա է որ միշտ անտեսում ենք որտեղ մենք սիրում ենք մենք չենք սիրում ընդունել մենք ով ենք մենք սիրում ենք ամեն ինչ բարթել կամ անհատների վրա կամ վերացական ուժերի վրա կամ դրսի ուժերի վրա որ մենք միշտ սուրբ դուրս գանք ինքներս մեզ համարենք որ մենք ճիշտ ենք լավն ենք այդպես համարում ենք ու ինչքան այդպես համարում ենք այնքան ավելի ենք խորանում կեղտի ծովի մեջ բայց եկեք խոստովանենք որ ԿՊ-ի ներսում է սկսվել են այդպես փոթորիկներ հատկապես այդ ոսկե ցուցակի այդ կազման կապակցությամբ դուք տեսնում եք թե ինչ է կատարվում բայց դա բացարձակ չի հուզում է հետո ինչ սկսվել է պարոն Հոշչյան ԿՊ չկա էլ ԿՊ-ն ինչ է դա շատ լավ տերմին է չէ մտածվել այդտեղ բազմաթիվ ուսապարկեր կան եւ ինչ կարեւոր է ուսապարկը ինչ ֆիրմա է կամ ինչ անուն ունի կամ ինչից է կարված կարեւոր է թե ով է կրում այդ ուսապարկը իսկ կրողը մի հոգի է որը կրում է տասնյակ հարյուրավոր հազարավոր տասնյակ հազարավոր եւ անգամ 100,000-ավոր ուսապարկեր հիմա ուսապարկերը կարող են մրցել նրա կրողի մեկ կրողի ուսին հայտնվելու համար կամ մեջքին հայտնվելու համար կամ նրա սպիտակեղենը իրենց մեջ կրելու համար որտեվ իրենց դա հարմար է եւ լավ է բայց դե իրենք ինչ են լուծում ոչ մի հարց էլ չեն լուծում գործիքներ են ուսապարկը ուտիլիտար կենցաղային գործիք է կարևոր է կրողը որը կուզենա կշպրտի աղբանոց, կուզենա կլվա, կկրի ամեն օր, լավ կնայի, կյուղի այդ ուսապարկը։ Այսինքն ճղճի մանր բաներ են։ Իրար կուտեն, կլինեն առաջի տեղ, կլինեն վերջին տեղ, մի քանի հոգի չեն գնա, օй, բան, մեծ բան։ Այս ԿՊ-ում ընդհանրապես ոչ ոք ոչինչ չի որոշում բացի մի հոգուց։ Այդ մի հոգին է, ինչպես երկրի ճակատագիրն է որոշում միայնակ, ավելի շուտ իրականացնում միայնակ, մնացածը իր կատարածուներն եւ կոլաբորանտներն են, այդպես էլ կուսակցության մեջ է։ Բացարձակ կարևոր չի ով է, որ հորիզոնականում ով անցավ ազգային ժողով, ով չանցավ։
Հիմա ասենք Ալենը անցավ եւ չգիտեմ Ռուբեն Ռուբինյանը չանցավ, թեև երկուսն էլ անցնում են, բան, բարձր տեղեր են, չէ՞ կարծեմ։ Ինչ տարբերություն կամ հակառակը։ Կա մեկը, չկա մեկը, քաղաքականության համար, ավելի շուտ էս ընթացքի համար երկրի ինչ տարբերություն։ Չէ, բայց այն որ խոչապ կա, դա էլ փաստ է։ Չէ, ինչ խոչապ կա։ Ինչ խոչապ։ Ես խոչապ չեմ տեսնում։ Չեք տեսնում, զարմանալի է։ Չէ, ես խոչապ չեմ տեսնում։ Ինչից են խոչապահար, որ իշխանություն են կորցնում։ Իշխանությունը վերագտնելու են շուտով, հայ ժողովուրդը նրանց նորից օժտելու է իշխանությամբ։ Ինչից պիտի խոչապահար լինեն։ Մատ ելույթները լսենք իրենց տարբեր իրենց լսարան տվող լրատվամիջոցներով, բաներով, այդ մարդիկ շատ էլ վստահ են։ Արդեն ասում են բաներ բացահայտ, որ 1 տարի առաջ անգամ չեն ասել։ Այդ նույն քաղաքասարակությունը 1 տարի առաջ կամ 2 տարի առաջ այդքան բաց ռիսկով կաներ այդ ամեն ինչը, չէ, շատ ավելի ամուր է այս ռեժիմի դիրքերը, որտեվ իրենք տեսնում են, որ ժողովուրդը թքած ունի ամեն ինչի վրա, ոչինչ չի անում, հետեւաբար տվել է իրենց քարտ բլանշ։ Սպիտակ քարտ է տվել, անելու են ամենը, ինչ իրենք ուզում են, եւ իրենք անում են այդպես։ Բա խոճապ ինչի պիտի լինի։ Այդ ընդդիմադիրները կամ անհամաձայն քաղաքացիներից մի քանիսը կամ ինչ որ մի խումբ է մտածում, թե խոճապ կա, թե անհանգիստ են, թե կարող է չվերընտրվեն, թե տանջվում են, այդպիսի հարցեր չկա բացարձակ։ Ինչից պիտի անհանգիստ լինեն։ Եթե չունեն հակազդեցություն, եթե իրենց որևէ մեկը չի հակազդում, եթե process չկա իրենց ռեժիմի դեմ, ինչից պիտի խոճապ լինեն, ընդհակառակը շատ ավելի վստահ են։ Այո, պիտի մի քիչ շատ աշխատեն իրենց ուզած թվերը ստանալու համար։ Եվ ընդամենը։ Այք շատ այսպես վստահ եք իշխող ռեժիմի վաղվա օրվա նկատմամբ։ Կգա հունիս ամիսը կտեսնենք։ Տա Աստված, որ ես սխալվեմ, անկեղծ եմ ասում։ Ես ամենաերջանիկ մարդը կլինեմ աշխարհում այդ պահին, երբ պարզվի, որ ես սխալվել եմ եւ ԿՊ-ն չի անցել խորհրդարան կամ պարտվել է կամ քիչ ձայներ, բայց դա չի լինելու։ Քիչ ձայներ է հավաքել, դա ցավոք սրտի չի լինելու։ Տա Աստված, որ այդ հրաշքը տեղի ունենա, բայց դա հրաշք է լինելու եւ դա չի լինելու։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այդ հանգամանքը։ Փառք Աստծո, որ դուք ձեր էությամբ այդ ուժի վաղվա օրը պայծառատեսնելու կողմը չեք։ Չէ, իհարկե չէ, ես ուզում եմ այդ ուժը ընդհանրապես այլ ճակատագրի արժանանա, բայց իմ ուզենալը, ձեր ուզենալը մի բան է եւ հայ ժողովրդի ուզենալը այլ բան է։ Իմ եւ ձեր ցանկությունները, ինչքան հասկանում չեն համընկնում հայ ժողովրդի ցանկությունների հետ։ Դե տեսնենք։ Շատ ախուշում նաև Թրիփի ճանապարհի այդ մասին ու դրա վաղվա դուք հավատում եք, որ այն իսկապես մեզ համար բախտորոշ է լինի։ Այո, իհարկե, դա շատ բախտորոշ ճանապարհ է։ Այդ ճանապարհով վճռվել է Հայաստանի բախտը, որ Հայաստան չի լինելու։ Ալիևը 2 օր առաջ, 3 օր առաջ նույն Ֆրանս 24 հեռուստաընկերությունը տված հարցազրույցում այն անվանեց դարձյալ Զանգեզուրի միջանցք, եւ դա միջանցք է։ Դա միջանցք է։ Այո, քանի որ այս կողմում պաշտում են խապված լինելը ինքնախապեյությունը եւ սիրուն բաներով իրար հիմարացնելը, ասում են, որ դա հնարավորություն է տնտեսական, բլա 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 բլա, դա Հայաստանի կործանումն է։ Ինչպես եւ կործանումն է լինելու սահմանի բացումը հայ-թուրքական։ Ինչպես եւ այդ կործանումը սկսվել է ադրբեջանական ապրանքների ներմուծմամբ։ Այսպես կոչված քաղաքասարակության գալով, դրանք քաղաքասարակություն չեն, դրանք պետական գործակալներ են ադրբեջանական, պետության ներկայացուցիչներն են, քաղաքացիական պետական պաշտոն չզբաղեցնող, բայց պետության ներկայացուցիչներն են։ Հայաստանի կործանման ճանապարհն է Թրիփը։ Բայց Ալիևը եւ Պուտինը այնքան խելոք դա փաթեթավորեցին, հատկապես Ալիևը եւ Էրդողանը։ Այնքան խելոք մտածեցին, որ սրա մեջ ներքաշեցին Միացյալ Նահանգների այս վարչակազմին։ Իրենց հաշվարկը ֆանտաստիկ էր, ինչպես եւ ֆանտաստիկ էր սեպտեմբերի 27-ին Հայաստանի վրա հարձակվելու հաշվարկը 20 թվականի։ Ժամանակը թուրքերը եւ ադրբեջանցիները աննկարագրելի կարողություն ունեն ճիշտ ժամանակը հաշվարկելու ամեն ինչի։ Պատմական, հատկապես իրենց նվաճողական քաղաքականության։ Իրենք 1000 տարուց ավելի բյուրեղացրել են նվաճման արվեստը, պատերազմի արվեստը, դիվանագիտության արվեստը։ Իրենք լավագույններից են աշխարհում այդ գործում։ Իսկ մենք
բյուրեղացրել ենք 1000 տարվա մեջ հանձնվելու, ինքնակործանվելու, հանձնելու արվեստը։ Դրա համար այստեղ այնպեսի կատարյալ սիմբիոզ է, այնպեսի կատարյալ համընկնում է տեղի ունեցել, կատարյալ նվաճողը կատարյալ հանձնվողի է հանդիպել։ Դրանից ավելի իդեալական բան մարդկության պատմության մեջ տեղի չի ունեցել, չի եղել։ Դրա համար այսքան հարթ է process-ը ընթանում։ Այսքան մինչև վերջին տառը միշտ ցանկացած process-ում, հատկապես պատերազմական, հատկապես հակամարտության, միշտ լինում են շեղումներ, միշտ։ Եվ անգամ Իսրայելի պլանը Գազան 100%-ով վերցնելու, Իսրայելի պես խոշոր, հզոր մտքի կենտրոն պետության, որ ֆանտաստիկ պատերազմական արվեստի է տիրապետում, անգամ այդ պլանը պատմությունը խախտեց, որտեվ նախագահ Թրամփը բոլորովին այլ ներքաղաքական օրակարգով ազդեց այդ պլանի վրա, արտաքին քաղաքական այդ պլանի վրա։ Անգամ այդտեղ տեղի ունեցավ շեղում Իսրայելի համար եւ այդ պլանը չիրականացավ, կանգնեց գոնե հիմա։ Իսկ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական խնդրում ոչ մի պլան թուրքական երբևէ չի կանգնում։ Երբևէ ոնց գծված է այդպես տառին գնում է, որտեվ հայերը այդ պլանի մասնակիցն են։ Այդ դեպքում կողքից ինչ ուժել գա դուրս է շպրտվելու։ Սեփական շահերով հայերին օգնելու, հայերին փրկելու։ Ես տեսանյութ էի պատրաստել մի քանի օր առաջ տեղադրել եմ իմ էջում եւ զարմանալիորեն շատ դիտումներ չեղավ, որտեվ մարդիկ չեն սիրում այդ թեմաները, հավանաբար, չեն սիրում ճշմարտությունը իմանալ կամ անհայտ բաներ բացահայտել գեներալ Դանստերվիլի մասին։ Եվ խորհուրդ կտամ, որ մարդիկ բաժանորդագրվեն իմ YouTube-յան ալիքին Հայկ Ամարտիրոսյան եւ գնան եւ նայեն այդ նյութը։ Որտեղ ես պատմում եմ Դանստերվիլի գերեզմանին Դևոնում Անգլիայի մերձափնյա Լոնդոնից շատ հեռու մի վայրում, որտեղ թաղված է, մենք հայտնաբերեցինք այդ գերեզմանի ընկերոջ հետ եւ գնացինք, կարգի բերեցինք եւ ես պատմեցի այդ պատմությունը, թե ինչպես գեներալ Դանստերվիլին գլխավոր շտաբը բրիտանական ուղարկում է Բաքու 17 թվականին Պարսկաստան, հետո 18-ին Բաքու, որովհետեւ փրկի հայերին, ոչ թե որտեվ խիստ հայասեր էին, այլ որովհետեւ բրիտանացիները ցանկանում էին, որ Բաքվի նավթը լինի հայերի ձեռքում, մնա հայերի ձեռքում, որտեվ չէին ուզում, որ Թուրքիայի դաշնակից, այսինքն իրենց թշնամի, որը փորձում էին կազմակերպել Թուրքիայի դաշնակից ադրբեջանցիների նախնի թաթարները տիրապետեն Բաքվի նավթին։ Ուզում էին հայերը լինեին քրիստոնյաները, որոնք բնական դաշնակիցներ էին Բրիտանիային։ Դանստերվիլին տրամադրվեց 1000 հոգանոց զորախումբ, որը կոչվեց Dunster Force, դա գեր-էլիտար զորախումբ էր, որը կռվելու մեծ մարտունակ կարողություն չուներ, ինքը լոգիստիկ խումբ էր ըստ էության, թեև կռվողներ էլ կային։ Ամբողջ ճանապարհին տասնյակ հազարավոր հայերի Իրանից Հայաստան փրկեցին, որպեսզի անցնեն այդ ճանապարհը եւ չկոտորվեն թուրքերի կողմից, պաշտպանեցին, զոհեր տվեցին իրենք, եկան Բաքվում որոշակի ոչ շատ քիչ զենք բերեցին, որտեղ ռեսուրսներ չուներ արդեն բրիտանական կայսրությունը Մերձավոր Արևելքում, պատերազմը քամել էր բրիտանացիներին։ Եվ այդքան կարևոր չէր Կովկասյան ճակատը, բայց այնուամենայնիվ ուղարկեցին, եկան հայերի հետ սկսեցին բանակցել, սկսեցին մարզել, լուսանկարները կան, պատմական փաստաթղթերը կան, նյութերը կան, հայերը ասին, չէ, մենք չենք ուզում կռվենք, դուք պիտի գաք մեր տեղը կռվեք, բրիտանական զորք բերեք։ Դանստերվիլին սկսեցին հալածել։ Շահումյանը չընդունեց Դանստերվիլի առաջարկը համագործակցել իր հետ, գնաց միացավ բոլշևիկներին։ Սկսեց բոլշևիկյան օրակարգ առաջ տանել։ Եվ հասավ այնտեղ, որ հայերը սկսեցին մահափորձ նախապատրաստել գեներալ Դանստերվիլի նկատմամբ, որտեղ համարում էին, որ նա հրաժարվում է իրենց համար կռվել եւ պաշտպանել իրենց համար Բաքուն առաջացող իսլամի բանակից։ Եվ 6000-անոց իսլամական բանակը ջախջախելու էր Դանստերվիլի կոնկրետ այդ պահին արդեն 400 հոգանոց մնացած զորախումբը Բաքվում։ Եվ վերջին օրը Դանստերվիլը զգուշացեց, ասեց ձեզ բոլորին ոչնչացնելու են այստեղ, մորթելու են, դուք չկազմակերպվեցիք, դուք չկարողացաք կազմակերպվել, հրաժարվեցիք, եւ ես այստեղ էլ անելիք չունեմ։ Ես չեմ պատրաստվում իմ զորախումբը այստեղ կործանել, բոլորը ոչնչացվեն, բրիտանական կայսրության իմիջն ու պրեստիժն էլ լրիվ գետնին հավասարվի այն ամենը, ինչ որ մենք արել ենք մեր ծառայելքում։ Չուզեցաք, ես գնում եմ։ Եվ մի գիշեր առաջ գնաց հայերը հետո նրան դավաճան հռչակեցին։ Մարդը գնացել էր կոնկրետ փրկելու, չէր գնացել ադրբեջանցիներին, թաթարներին օգնելու։ Այս բանը պատմության մեջ միշտ կրկնվում է։ Հիմա նույնը Թրիփի պարագայում հայերը չուզեցան լինել գործոն, հանձնեցին իրենց հայրենիքի ամենակարևոր հատվածը Արցախը, չուզեցան լինել գործոն, եւ սա իրականությունն է։
Այո, ռուսները դրան մասնակցեցին, ռուսները այդ process-ի կազմակերպիչներից մեկն էին, այո, Ռուսաստանը դաշնակցեց Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի, այո, ճիշտ է, ադրբեջանցիները եկան գրավեցին, բայց հանձնեցին հայերը։ Եվ ճանաչեցին հայերը, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Պրագայում ճանաչեց։ Համաձայն չէին, թող, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իրեն մեղմ ասած խնդրեին հեռանալ իշխանությունից։ Ուրեմն հայերը հանձնեցին, եթե դա չարեցին։ Փաստ, մնացածը հեքիաթներ են, պոեզիա է եւ այլն եւ այլն։ Նույն ձևով էլ էստեղ ամերիկացիները բոլորովին այլ դիրքորոշում ունեին, մինչև այն պահը, երբ հայերը հրաժարվեցին լինել գործոն տարածաշրջանում։ Եվ հաշվարկեց պահը Ադրբեջանը եւ Թուրքիան եւ առաջ բերեցին Թրամփը արդեն Թրիպը Միացյալ Նահանգների հետ միասին։ Եվ ճիշտ արեցին իրենց տեսանկյունից։ Այո։ Շատ ցավալի է, ձեզ լսելով մտածում ես, որ ուշ Թրիպը մենք հանձնելու ենք։ Չէ, հանձնած է, եթե դու ունես 24%, 24%։ Մնացած տոկոսը տարբեր բաների եւ Միացյալ Նահանգներին է։ Ընդ որում Միացյալ Նահանգները փաստ չի, որ դա կպահի իրեն այդ տոկոսները, իսկ ով կգնի։ Կարող է ֆիլիպինյան մի ընկերություն գա գնի կամ Նոր Զելանդական։ Հասկանալի է, կգնի։ Իհարկե։ Կարող են գրանցել անգամ լուսնի վրա ինչ որ մի կազմակերպություն եւ ես այս մասին ասել եմ դեռևս 1 տարի առաջ։ Ասել եմ, կա տեսագրությունները կա։ Ասել եմ, որ կգրանցեն այլ ընկերությունների այլ պետություններում, այդ եւ Ամերիկայում ընկերություն, բայց ամբողջությամբ կլինի թուրքական եւ կգնեն։ Բայց բացառված չի նաեւ, որ այս վարչակազմը կամ հաջորդ վարչակազմից հետո այն մյուս վարչակազմը ամերիկյան հանգիստ կարող է վաճառել այդ բաժնետոմսը, իսկ ինչի՞ պիտի չվաճառի։ Ձեր սիրուն աչքերի համար դուք ինքներդ հրաժարվեք դրանից։ Հանձնեք ձեր ինքնիշխանությունը թղթի վրա գրելով, թե պահպանում եք ինքնիշխանությունը։ Այդ տարածքի նկատմամբ թղթի վրա գրածը ոչինչ է։ Հայերի մոտ բան կա, չէ, մտածում են, որ եթե թղթի վրա գրված է, վերջ։ Չեն պատկերացնում, որ այդպես չի աշխատում, էլի քաղաքականությունը։ Այո, թղթի վրա գրվածը շատ կարևոր է, բայց վերջ չի։ Փաստն է, գետնի վրա փաստն է շատ բան լուծում եւ որոշում։ Թղթի վրա գրված էր, որ Գոլանի բարձունքները Սիրիայինն են։ Իսրայելը գրավեց, դարձրեց Իսրայելի մաս ամբողջությամբ։ Ամբողջ աշխարհը չէր ընդունում, մինչև այն պահը, երբ սկսեց ընդունել, երբ Միացյալ Նահանգներում հայտնվեց Թրամփ նախագահ, ճանաչեց Իսրայելի անբաժան մաս, ամբողջ աշխարհը ճանաչեց, հարցը փակվեց, գնաց վերջ, այլևս Գոլանի բարձունքները Սիրիայի մաս չեն եւ երբևէ չեն լինելու։ Եվ Փառք Աստծո, որ չեն լինելու, բայց դա այլ հարց է։ Նույնը անում են ադրբեջանցիները արեցին, բայց ուղղակի ադրբեջանցիներին հայերը օգնեցին, ասին Արցախը մերը չի։ Հայկական իրավականորեն, իրավաբանորեն, միջազգայինորեն ճանաչված տարածքները հայերը 30 տարի ասեցին իրավաբանորեն, միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է։ Սա ֆանտաստիկ մի բան է։ Եվ մինչև հիմա չեն հասկանում, գիտեք, խոսում են ինքնորոշումից, խոսում են վերադառնալու իրավունքից։ Ես որ խոսք եմ լսում, երբ որ ասում են, որ Արցախյան պայքարը, Արցախյան շարժումը դա ինքնորոշման համար էր։ Դա հայերի իրավունքների համար էր ավելի ստոր կեղծիկ եւ ավելի ծախու միտք դժվար է պատկերացնել։ Եվ սիրտս խառնում է, որ ես այդ մարդկանց հետ նույն քաղաքի օդն եմ շնչում թունավոր եւ շնչել թունավոր օդը իմիջայլոց, որտեվ Արցախը Հայաստանի մաս էր իրավականորեն։ Բայց հենց պատերազմի առաջին պատերազմի օրերից սկսած 88-ից սկսած հայերը հրաժարվել են դա ճանաչել Հայաստանի մաս։ Եվ այս ողբերգությունների պատճառը հենց դրանում է։ Բայց նաև կոմպլեքս խնդիր է այդ պատճառը։ Եղավ Հայկ, շնորհակալ եմ ձեր հերթական ազնիվ այսպես խոսքերի համար, որտեղ դուք երբեք ոչինչ չեք թաքցնում, առավել ևս ինչ որ մեկին հաջողանալու ցանկություն եւ ինչպես ասում են կարիք էլ չունեք։ Ես եմ շնորհակալ։ Ես ես միշտ մեր տաղավարում հաջողով կսպասեմ։ Ձերի բարեկամներ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էր այսօր Փակ TV տաղավարում, որքան էլ դաժան է այն խոսքերը, որ մենք լսեցինք, բայց դա ինչպես ինքն է պնդում, ռեալ ճշմարտությունն է։ Այսօր այսքանը, ցտեսություն։